24 թիվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Նժար Սահմանադրական շարժման անդամ Նինա Կարապետյանցյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Շնորհակալ։ Խոսենք օրերս Փարաքարում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին եւ համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը սպանվեց եւ ոստիկանության աշխատակիցը տեղեկություններ կան, որ գտել են հանցագործին, բայց պաշտոնական որևէ տեղեկություն դեռևս չկա։ Բայց ամեն դեպքում ինչի հետևանք էր այն ամենը, ինչ տեղի ունեցավ, ոստիկանության մեղքը դուք տեսնում եք արդյոք այս ամենում։ Տեսեք, եթե ես շարքային քաղաքացի, որը Փարաքարի հետ որպես այդպեսին ոչ մի կապ չունի, եթե ես գիտեի, որ ներսում կա որոշակի լարվածություն, թշնամանք հարաբերությունների մեջ, լարվածություն կա համայնքի ներսում, օպերատիվ աշխատանքներ իրականացնող ոստիկանություն, այսինքն այդ մասը առնվազն, իրենք պարտավոր էին դա իմանալ։ Եթե դա իմացել են, եթե դա չեն իմացել, դա անձեռնահասության խնդիր է, այսինքն ոչ պրոֆեսիոնալ լինելու խնդիր է։ Ես այդպես չեմ կարծում, որտեղ մեր ոստիկանությունը բավականին պրոֆեսիոնալ է այդ իմաստով։ Ինքը շատ լավ կարողանում է օրինակ ճշտել, թե քաղաքացիներից ով է ընդդիմադիր, ով է պատրաստվում գնալ ինչ-որ ցույցերի, գնալ հրավիրել այդ մարդկանց, իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին, զրույցների, այսպես ասած, որ իրավունքի իդեպ իրանք չունեն։ Այսինքն այդ օպերատիվ աշխատանքը իրանք շատ լավ իրականացնում են։ Ասելա թե իրանք այդ փորձառությունը գիտելիք այդ ամեն ինչը ունեն։ Մյուս տարբերակն է քննարկվում, իմացել են, հարց եմ տալիս, իմացել են ոչինչ չեն ձեռնարկել, իսկ ինչու չեն ձեռնարկել, իսկ ով էր շահառուն Փարաքարի հետ կապված այդպիսի իրադարձությունների, հա, համայնքի ղեկավարի փոփոխության շահառուները ովքեր են։ Այնտեղ բազմաթիվ տարբերակներ կարող են լինել, միգուցե մյուս տեխնացուները կարող են լինել, միգուցե մյուս կամ ավելի լայն իմաստով ակնհայտ է, չէ, որ իշխանությունները այնտեղ պարտվել են։ Սա ուղիղ մեղադրանք չի, բայց քանի որ իշխանությունն է պատասխանատվություն կրում անվտանգության հետ կապված եւ բոլորին արդեն որ երրորդ տարին է համոզում են, որ իրենք առնվազն գոնե ոստիկանության անդադ հնչում ա, որ մի այլ կարգի բարեփոխումներ են իրականացրել, հետեւաբար հարց է ծագում ինգեներ։ Այս ո՞նց եք բան արել, այս ինչ բարեփոխում եք իրականացրել, որի արդյունքում ակնհայտ, ակնառու ոչ չհետաքրքրված մարդու, որտեղ ես իհարկե հետաքրքրված եմ ամբողջ Հայաստանով, բայց հենց միայն կոնկրետ Փարաքարի մանրամասները իհարկե չգիտեմ։ Ես լսել եմ, այսպես ասած, հա, ասում օդում կախված լուրերին համաձայն։ Եվ բացի այդ սպանություն էր տեղի ունեցել, կալանավորված անցկար եւ ասում էին, որ շարունակություն է լինելու։ Այո, եւ սա առաջի դեպքը չէր, հետեւաբար կան դեպքեր, որոնք հնարավոր չի կանխատեսել, այսինքն էքսցես է լինում, ինչ որ դեպք, միջադեպ իրադարձություն է լինում ու այդ ցավոք եւ սպանության հիմք ալինու, բայց դա կանխատեսել իսկապես հնարավոր չի, բայց կան դեպքեր, օրինակ այս դեպքը իսկապես կարելի էր կանխատեսել։ Նախորդ դեպքն էլ կապում են, չգիտեմ ինչքանով է օրը իրանց համար կարևոր, բայց ասում են, որ նախորդ սպանությունները տեղ են ունեցել ինչ որ մեկի բարեկամներից մեկի ծննդյան օրը, սա էլ նախորդել է այս մյուսի բարեկամների ծննդյան, հա, օրվա հետ կապված, այսինքն սա չկանխատեսել, ինչքան, այո, ակնհայտ վրեժխնդրություն է եւ մի կարևոր բան էլ ես անընդհատ այս տարիների ընթացքում կրկնել եմ։ Երբ որ չի աշխատում համակարգը, մարդիկ այլ լուծում բացի վրեժխնդրությունից ուղղակի չեն տեսնում։ Ու ես անընդհատ ասում եմ, որ սա սարսափելի հետևանքների կարող է բերել Հայաստանում։ Եթե մարդիկ արդարադատություն չեն գտնում այն համակարգերում, որոնք պարտավոր են այդ արդարադատությունը պահպանել, ապահովել, սա բերելու է հերթական վրեժխնդրությունների։ Եվ ինչքան լարվի իրավիճակը, ինչքան մոտենա ընտրությունները, այս իրավիճակները գնալով ավելի են սրվելու։ Մի ուրիշ խնդիր կա, որի մասին անընդհատ խոսել ենք, դա ատելության խոսքի տարածումն է բոլոր խաղացողների կողմից, բոլոր։ Իմ մեղադրանքը հիմնականում հնչել է իշխանության հասցեին ու ինձ դրա համար անդադ մեղադրել են, ես ասել եմ, որ դուք եք ուղենիշայինը, դուք եք լծակներ ունեցողը, դուք կարող եք կանխել, բայց դուք այդպես չեք վարվում։ Դուք գեներացնում եք, այո, փոխարենը մի հատին լավ մի պատասխանեք։ Մի հատի վերաբերյալ օրինակ, չգիտեմ, ինչ որ գործեր հարցեք կամ ինչ որ process-ներ իրականացեք, բայց դուք մի դարեք այդ ատելություն գեներացնող այնտեղ, որտեղ այդ ատելությունը, ասենք ինչ որ միջավայրում չի եղել։ Որ ամենավառ օրինակը երևի եկեղեցու հետ կապված, այդ հարցում չի եղել բան տենց լուրջ կոնֆլիկտ, հա։ Մի պահ 18 թվականին ինչ որ տենց խառնաշփոթ վիճակ եղավ, որը զարգացում չունեցավ, այո, հասարակությունը իր դիրքորոշումը ցույց տվեց, այո, բոլորը չի որ հաշտեն գործող կաթողիկոսի հետ, բայց այդ լարվածության հետևից իրանք չգնացին, որովհետև ողջամիտ չհամարեցին այս տարբերակով հարցի լուծումը։ Հիմա ակնհայտ է, չէ, որ եկեղեցու դեմ այդ ատելությունը, այդ պառակտումը, այդ նողկալի, այդ դատապարտելի, այդ քրեորեն պատժելի
հակասահմանադրական գործողությունների եւ ատելության խոսքը դուք եք այն մարդ գեներացրել, կարող է ուրիշն է գեներացրել։ Եվ parza որ դրան հակադարձելու հակառակ կողմն էլ, այսինքն եկեղեցուն կամ չեմ կաթողիկոսի մոլի երկրպագուները կարող են պատասխանել ու դա դառնում է մի հատ այսենց վիճակ, տեղից պարակտված, թուլացած դիմակայունությունը կորցրած հասարակությանը սրանք ավելի են Միգուցե պարակտում։ միտումնավոր է արվում։ Այդ հիմա հարց է Մասնավորապես գալիս, եկեղեցու հետ կապված, ասում է, այո, հարց է ծագում, ուզում իսկ եմ։ ում էր դա ձեռնտու։ Սա ձեռնտու է միայն օրվա իշխանություններին, որպեսզի իրենք կարողանան այդ պարակտված հասարակության մեջ այդ պայմաններում իրենք կարողանան իրենց այդ սև ու մութ գործ անել, սկսած մեր սիմվոլներից եւ մեր, չգիտեմ, արժեքներից, արժեհամակարգերից հրաժարվելով գնալ, բանի, հա, Մեսրոպ Մաշտոցի նկարը սարքեն, ասում QR կոդ ենք սարքի, բան էլի ամեն ինչ կարելի է պատկերացնել, բացի նրանից ինչ որ սրանք պատրաստվում են անել ու պարբերական անում են։ Միջև մնացած բոլոր լուրջ խնդիրները, սա հնարավոր է անել միայն երկու պարագայում։ Մեկը, երբ որ քո հասարակությունը լրիվ պարակտված է, երկրորդը, երբ որ դու ունես դիկտատուրա։ Նիկոլ Փաշինյանը արդեն ավտորիտար կառավարիչ է, ինքը ակնհայտորեն գնում է դեպի դիկտատուրա, շատ դեպքերում կարելի ասել, որ գործողությունները, որոնք իրականացնում են, դրանք դիկտատորական բնույթ ունեն իրանց մեջ, բովանդակություն ունեն իրանց մեջ։ Մասնավորապես որ գործողությունները։ Օրինակ հրահանգներով տարբեր կառույցներին հրահանգներ տալ, թե օրինակ այս ինչ մարդու վերաբերյալ ինչ գործողություններ պիտի իրականացվեն։ Դու լինելով գործադիր մարմնի ներկայացիչ, դու հրահանգներ ես տալիս քո Facebook-յան էջում գրառումներ անելով, ժամկետ ես ասում, խափանման միջոց ընտրելու ձևն ես ասում, այսինքն դու տարբերակ չես թողում, հա, դու ասում դու շրջաբերական ես էլի դնում տենց, հանձնարարական ես տալի բոլոր կառույցներին, որոնք հետ իրանք էլ են նայում, իհարկե քննիչն էլ է նայում, դատավորն էլ է նայում, ու հասկանում է, եթե ինքը այս շրջաբերական հանձնարարականը չկատարեց, սրա հաջորդը լինելու է ինքը, սրա զոհը լինելու է ինքը, բայց այնքան չեն ֆայմում, որ սա միտեղ պիտի կասեցվի, եւ այո, ամեն մեկը պիտի իր վրա այդ պատասխանատվությունը վերցնի, ամեն մեկը իր կուզեք խրամատում, կուզեք իր դիրքում, իր ստատուսում, ինքը պիտի ոչ ասի այս process-ներին, որովհետև այն գործողությունը, որը հակասահմանադրական է, ի վերջո դա քեզ բումերանգի նման հետ է գալու։ Ամենալավ օրինակը, կներեք թույլ չեմ տալու ձեզ հարց տակ, բայց ամենալավ օրինակներից, ասենք Հովիկ Աղազարյանի պատմությունն էր։ Այտենց ոնց որ Հովիկ Աղազարյանն էր դոշը ծեծելով իրան տենց պատեպատ տալով Նիկոլ Փաշինյան պաշտպանում պատերազմից հետո, ոչ մեկ տենց բան չի արել, տեսեք ինչ արեցին։ Այն որ դրեցին ու սենց չեմ ուզում այդ բառ ասեմ, բայց չէ, ասեմ էլի։ Դրեցին ու փչացրեցին, իրանք հենց փչացրեցին։ Բա տենց բան են անում։ Անում են, երբ որ դու ջատագովում ես անբարոյականությունը, երբ որ դու ջատագովում ես հակասահմանադրականությունը, երբ որ դու օրենքի հակառակ գործողությունները արդարացնում ես, այդ քո շպրտած բումերանգը ընկեր ջան, քեզ է գալի ու ավելի անբարոյական, ծայրահեղ անբարոյական ձևով։ Հիմա բոլոր նրանք, ովքեր այսօր Նիկոլ Փաշինյանն են պաշտպանում, պիտի հասկանան, որ այս բումերանգը, այս մարդը չի կանգնելու, այս մարդը ստոպի զգացում չունի, ինքը բոլորիդ վրայով անցնելու է։ Գնալուց էլ իմիջիալոց ասեմ, մենակ է գնալու։ Նիկոլ Փաշինյանը այս իրան ծափ տվողներին, իրան գովացողներին, են էքսպերտային խմբեր կան, տենց թույն քաղաքագետներ կան, չգիտեմ ինչեր կան, հա, բոլոր ժամանակների իրավ պաշտպանների, չգիտեմ ինչեր խմբեր կան։ Այս բոլոր մարդիկ դուք չեք գնալու, ինքը ձեզ չի տանելու։ Փաշինյանը կարծում եք։ Եթե հնարավորություն եղավ Նիկոլ Փաշինյանը այստեղից իշխանությունը փոխել, այսինքն ընտրություններով կլինի, չգիտեմ ոնց կլինի, Նիկոլ Փաշինյանի հեռանալու հարցը ակտուալ եղավ, Նիկոլ Փաշինյանը նա գնալու է մենակ։ Հիշեք, դուք մնալու եք ստեղ։ Ինքը կարողանալու է ճողոպրել։ Դուք մտածեք, ինչպես են ձեզ ընդունելու հասարակությունը։ Այդ ատելությունը, այդ հակապետականությունը, այդ հակասահմանադրականությունը, որ դուք տարածում եք, դուք դրա տակից դուրս եք գալու, ժողովուրդ։ Ձեզ պաշտպանել հնարավոր չի լինելու։ Ես մեկ-մեկ ինձ ուրախանում եմ, որ իրավապաշտպանությունը դադարեցրել եմ այդ գործը, իրավապաշտպանություն դա հոգեվիճակ է, դա պաշտոն չի, բայց պարտավորություն գնալ կանգնել հունից դուրս եկած ու արդարացի ցասում ունեցող ժողովրդի ու այդ պրոպագանդիստների ու Նիկոլ Փաշինյանի թիմակիցների արանքը կանգնելու պարտավորություն այլևս չունեմ, հետեւաբար ուսում լավ մտածեք ժողովուրդ ջան, ձեր մեջտեղը ոչ մեկ չի կանգնելու, ոստիկանությունն էլ չի կանգնելու։ Ոստիկանությունը նույնքան զզված է, ուժային կառույցները նույնքան զզված են, ինչքան մեզանից յուրաքանչյուրը։ Այլ խնդիրը, որ իրանց ինչ որ բենեֆիտներ են տալի, ինչ որ ցածր տոկոսներով, չգիտեմ ինչեր են տալիս, մի քիչ աշխատավարձն են բարձրացնում, միջև տեղ է եղում, բայց հավատացեք, իրենք մարդկայնորեն շատ շատերը այլևս զզված են ու լսել չեն ուզում Նիկոլ Փաշինյանի մասին, ու այն ամբողջ process-ը, որը հիմա իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, դա իրանց վրա էլ է ազդում։ Հետևաբար ձեր մեջտեղը ոչ մեկ չի կանգնելու։ Ամեն մեկը մտածեք, ոնց եք
այնպիսի պետությունը գոնե նվազագույն մարդկային հարաբերություններ պետության ներսում պահպանում, որը ձեզ թույլ կտա շարունակել Հայաստանում նորմալ հանգիստ ապրել։ Սենց չի կարելի։ Իդեպ Փարաքարի դեպքերի հետ կապված եւ քննադատություններ էր հնչում, մի կողմ իշխանության կողմից էլ այսպես պաշտպանական թե ով է մեղավոր Նիկոլ Փաշինյանն է, այս ամեն ինչի մեղավորը, որ անընդհատ Նիկոլ Փաշինյանին է քողոմանում կամ իշխանության է քողոմանում։ Որքանով Փաշինյանը ունի մեղավորություն ընդհանուր առմամբ, պարզ է, որ չենք ասում Փաշինյանն է հրահանգել սպանել, բայց իր մեղավորությունը ասում է, որ ես եմ կառավարությունը, այսինքն բոլոր ամեն ինչի պատասխանատվությունը իր վրա է վերցնում, որ իր որոշելով է լինում։ Այստեղ պետք է մի հատ հղում անել Նիկոլ Փաշինյանի նախկինում արած հայտարարությունների։ Ասենք ոնց է ստացվում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ կառավարման տարիներին սպանված ակնհայտ քաղաքական սպանություններ կան եւ դա գաղտնիք չի, չբացահայտված իդեպ մինչեւ հիմա չի բացահայտված 7 տարի էլ դուք եք ասում իշխանություն, բա բացահայտեք։ Այդ ԱԱԾ-ում չկային համապատասխան տվյալներ։ Այդ մի կողմից Տեր-Պետրոսյանի ժամանակ մեղավորը Տեր-Պետրոսյանն էր ըստ Նիկոլ Փաշինյանի, Քոչարյանի ժամանակ Քոչարյանն էր, Սերժ Սարգսյանը, Սերժ Սարգսյանը։ Լավ, այն մարդ իրանց ժամանակ իրանք են։ Ես այդպես ընդունում եմ, ես էլ եմ այդպես ընդունում, որովհետև եթե դու իշխանության գլուխն ես, դու մի սպանություն եղավ, երկու սպանություն եղավ, մի հատ հավաքում ես, մի հատ ճշտում ես, մի հատ ինչ որ միջոցներ ես ձեռնարկում այդ գործերը բացահայտելու, այդ բացահայտելով նաև կանխելու ինչ որ process-ներ։ Այն մարդիկ մեղավոր են, հասկացանք, լավ, ընդունեցինք։ Բա դու ինչի մեղավոր ես։ Ոնց է ստացվում, որ քո կառավարման տարիներին ալամ աշխարհը մեղավոր է, բացի քեզանից։ Դատախազը դու ես, ոստիկանապետը դու ես, ոստիկանների ջարդերը ջատագովողը դու ես, չգիտեմ, ասեք, հակակոռուպցիոն մարմինը դու ես, սաղ դու ես, նշանակողն էլ ես դու անհատապես, հրահանգ տվողն ես դու։ Կառավարությունն էլ ասում ես ես եմ, բայց մեղավորը դու չես։ Պատերազմի մեջ մեղավորը, չգիտեմ, ղեկավարել ես դու, ինչ էր ասում, ես եմ վերագույն գլխավոր հրամանատարը, բայց դու մեղավոր, այդպես չի լինում։ Կողմնորոշվի, մի հատ ռուսերեն лав բառ կա, ասում է, вы или крестик снимите, или трусы оденьте։ Սրա մասին է խոսքը։ Այն ջան, կողմնորոշվի, կամ դու պատասխանատուն ես այդ process-ների, ղեկավարն ես այդ process-ների, կամ էլ ասում է, չես կարողանում, արդարացի է։ Շատ ծանր վիճակ է, Հայաստանում այսօր իսկապես շատ ծանր վիճակ է։ Ազնիվ եղի, պարկեշտ եղի, ասա Ժորժ ջան, եկել է, լավ բան է ուզում անել, իրոք չեմ կարողանում։ Ինձ ներեք, այն ծնկաչոք ինչ որ բաներ էր անում, չէ՞, իր այն շոուը համագումարի ժամանակ։ Դա շոու է կարծում եմ։ Մի ծնկի վրա արի, լավ ծնկի վրա մի արի, այն գլուխը տասա, սիրում եմ ձեզ այն բանից մի խոսքով, ես թողում եմ հեռանամ, այն մարդ գնա էլի, գնա։ Բա ինչա, նա Հայաստանի շոու բիզնեսը просто ասма отдыхает, нервно курит в сторонке։ Այս մարդի շոուները որևէ մեկը չի կարողանում ապահովել։ Այս մարդու մանիպուլյացիայի, եթե միջազգային տենց մեծ միջոցառում կազմակերպվեր մանիպուլյացիայի գեր, ոնց է կոչվում, Grand Prix շահելուներ, կամ չգիտեմ, Աստված ընտրեինք մանիպուլյացիայի, Նիկոլ Փաշինյանը լինելու էր թիվ 1-ը։ Դա անքննելի է, որևէ մեկը չի կարող Հայաստանում, ես կարծում եմ նաև աշխարհի մակարդակով այս չափի կեղտոտ մանիպուլյացիաներ ոչ մեկ չի կարող անել։ Սա նա անգերազանցելի է այդ հարցում։ Անգերազանցելի է ներողություն նաև նրա համար, որովհետև չունի արժեհամակարգ, չունի բարոյական նորմեր, ինքը չունի ոչինչ, ինչ իրան կարող է կաշկանդել։ Ոչ մեկ չի կարող այդքան ցածր իջնել, ինչքան ինքը ի վիճակի է, եւ սենց անդունդը գլորվելու ճանապարհով ինքը գնում է ջհաննամը գնա։ Հետի կողքի այդ մարդկանց էլ հետն է հավաքում տանում։ Այն իր ռոպագանդիստները լավ իմացեք, Ժորժ ջան, նորից պիտի ասեմ, նա գնալու է մենակ, դուք մնալու եք այստեղ։ Նենց որ Նրա կողքի մարդիկ համոզված են, որ իրենք վերընտրվելու են եւ այսօր Ալեն Սիմոնյանն ասում է, որ ավելի մեծ ձայներ են ունենալու, քան 21 թվականին։ Այո, որովհետեւ ես պնդում եմ, որ իրենք շատ լավ են հասկանում իրենց արածը, շատ լավ են հասկանում, թե դրա գնահատականը ինչպիսին կարող է լինել եւ շատ լավ են հասկանում, որ իրանց լինելիության հարցը կախված է, ուղիղ կախված է իրանց վերարտադրվելուց։ Երբ որ առնետին անկյուն ես մղում, ինքը կարա այնպիսի հարցակումներ անի, որ չպատկերացնես էլ այդ պուջուր, հարաբերական պուջուր առնետը, ինչ ագրեսիվությամբ եւ ինչ կատաղի պայքար կարա մղի։ Այո, իրենք այդպես պայքարելու են, որ իրանք շատ լավ գիտեն, իրանք ինչեր են արել եւ շատ լավ գիտեն դրա պատասխանը ինչպիսին պիտի լինի։
Իդեպ այս դեպքերի հետ կապված Նիկոլ Փաշինյանը անմիջապես հայտարարությամբ հանդես եկավ իր Facebook-յան էջում, նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության իրավապահները պարտավոր են շուտապույտ բացահայտել հանցագործության մեջ ներգրաված բոլոր անձանց, նաև մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել։ Հիմա այս հայտարարության մեջ ինչ սխալ բան կա, որ մեղադրում են, որ նա ուղղորդել է։ Այս դեպքով ինքը չի ուղղորդել, բայց այս դեպքով պատրաստվեք պարոնայք ոստիկաններ, բարձրաստիճան, ովքեր որ իրա տենց մարմնի տարբեր մասերը փրկելով ման եք գալիս, իմացեք, որ ձեզանից յուրաքանչյուրը մատաղացույ է լինելու Նիկոլ Փաշինյանին, եթե դուք ծառայում եք անվերապահ եւ նվիրյալ եք ոչ թե պետության, ոչ թե պետական շահերի, իրավունքի, օրենքի, այլ ծառայում եք անձնապես Նիկոլ Փաշինյանին իր հետաքրքրությունները սպասարկելու, իմացեք, որ ինքը ձեզանից յուրաքանչյուրին ցանկացած պահի մատաղ է անելու։ Ինքը զոհաբերելու է ձեզանից ցանկացածին։ Դա վերաբերվում է եւ նախարարներին, եւ չգիտեմ, տարբեր բարձրագույն կառույցների ղեկավարներին եւ տարբեր, չգիտեմ, պաշտոնյաները բոլորը պիտի իմանան, որ Նիկոլ Փաշինյանը բոլորիդ վրայով բառացիորեն անցնելու է հանուն իր վերարտադրության, որովհետեւ իր փրկությունը իր վերարտադրության մեջ է։ Միքայել Սրբազանի գործով դες համար ընկալելի էր ինչու այդ որոշումը կայացվեց։ Սպասելի էր որոշումը, ինձ համար թե նախկինում թե հիմա սկզբունքորեն մնում է մի հարցը։ Արդյոք նույն կառույցը, նույն դատախազությունը, որը մի տարի առաջ ասել էր, որ որևէ խնդիր չի տեսնում, հետո պարզվել էր, որ չէ, ոչ միայն տեսնում, այլև պատրաստ է դիմել իրավապահներություն արդարադատության դատարանը պատրաստ դիմել եւ պահանջել պատիժ, հա, պատասխանատվության ենթարկել։ Հիմա այս կառույցի ինչ գնահատականը կարելի տալ, ստեղ ինչի հետ գործ ունենք, վերադառնալով էլի ոստիկանների հետ, իրենց այդ օպերատիվ աշխատանքի հետ, որ ասում է, ինչ են, այս մարդիկ խնդիր ունեն անձեռնացության հետ, որտեղ է խնդիրը, թե նպատակահարմարությունից ելնելով ինչ որ գործ կարող է հարուցվել, մի բա, այսինքն մերժել հարուցումը, հետո ինչ որ մի բա ըստ նպատակահարմարության հարուցել ու process-ը գեներացնել։ Ինձ համար ընդունելի չի եւ խստորեն դատապարտելի է ըստ քաղաքական նպատակահարմարության, իսկ սա ես խոսույթի հետ մեղմ ասած այդքան հաշտ չեմ Սրբազանի, բայց այն ինչ որ տեղի ունենում իր հետ այզուտ չհարուցելու, հետո հարուցելու հետ կապված, ես համարում եմ, որ դրա մեջ այո կա քաղաքական հետապնդման էլեմենտներ, որովհետեւ երկու տարբերակ ասма բարոնայք եւ տիկնայք բանո դատախազությունում նստածներ դուք կամ անձեռնահասեք կամ ակնհայտ կատարում եք քաղաքական պատվեր։ Երկու պարագայում էլ դուք վատ վիճակում եք։ Որն էլ ընտրեք, որի վրա այն մատները դնեք, որտեղ երրորդ տարբերակը ուղղակի չկա։ Դուք խնդիր ունեք։ Այսպիսի համակարգով, տեսեք, մեծ խնդիր կա եւ մենք սրա մասին անդադ խոսում ենք, որ երբ որ գլխավոր դատախազին նշանակում է փաստացի վարչապետը, վարչապետը սրտով պիտի լինի, էլի։ Դա մենք ունեցել ենք եւ նախագահական կառավարման մոդելի դեպքում եւ կիսանախագահական դեպքում եւ պարլամենտականի դեպքում, երբ որ նշանակում են օրվա ղեկավարի սրտով լինում իր անձնական օգտագործման գլխավոր դատախազն է դառնում, այդպես պիտի չլինի։ Համակարգը պիտի լինի այնպիսին, որ գլխավոր դատախազին նշանակի այնպիսի մարմին, որը անկախ է օրվա իշխանություններից, որպեսզի հնարավոր լինի կանխարգելել այսպիսի process-ները։ Դա այն է, ինչ որ մենք որպես նժար սահմանադրական շարժում առաջարկում ենք։ Մենք առաջարկում ենք ստեղծել 4-րդ մարմինը, պետական խորհուրդը, որի պայմաններում գլխավոր դատախազին նշանակելու է ոչ թե օրվա վարչապետը իր սրտի պարլամենտով մեծամասնությունով իր, այլ նշանակելու է պետական խորհուրդը։ Այսինքն պետական խորհրդում ովքեր են լինելու այդ դեպքում։ Պետական խորհրդում լինելու են 9 անկուսակցական մարդիկ, ոչ մի սակրալ բան սրա մեջ չկա, զուտ հաշվարկով, որ 3 տարի մեկ 3-3 փոխվելու է։ Դա հնարավորություն է տալու եւ ինստիտուցիոնալ հիշողությունը, չգիտեմ, կառուցվածքը պահպանել, բայց միևնույն ժամանակ անընդհատ փոփոխությունը ապահովել, որպեսզի անընդհատ շարժ լինի նաեւ այնտեղ։ Եվ բացի գլխավոր դատախազից նշանակելու հակակոռուպցիոն տարբեր մարմինների ղեկավարներին, որի պայմաններով օրվա իշխանությունը չի կարող անիվ անի, հետո ոչ մի բան դրա համար չլինի։ Չկարողանա ինչը Չորնավահանգիստ էր, ինչ էր, գնաց Չորնավահանգստի վրա իմ ձեր մեր լսարանի բոլորի հարկերով ինչ որ միլիոնավոր
գումարներ ծախսի ու դրա համար ոչինչ պատասխանություն չլինի։ Այդ կան մարմիններ, որոնք օրվա իշխանության հետ, իրանց նշանակումների հետ, իրանցից կախում պիտի չունենան։ Իրենք պիտի իսկապես գործեն անկախ եւ դատարաններ մեր բանի մեջ հիմա երկարացնելու համար ասեմ, որ մեխանիզմ է ստեղծում, որի պայմաններով դատարաններ է լինում անկախ օրվա իշխանություններից որևէ կերպ կախվածություն չի ունենալու, հետեւաբար այն միայն անկախ մարմինների պարագայում է, որ մեր երկիրը հնարավորություն է ստանում իսկապես արդարադատություն ունենալ։ Ոչ թե այսպես կտոցով կամ մի հատ բանով գրելով, Facebook-ում ինչ որ հայտարարություն գրելով կամ ավելի վատ ազգային ժողովում օրվա իշխանության բանով, ֆրակցիայով բան տարածեն, հայտարարություն տարածեն ու իրավական գնահատական տան դեռ ընթացող գործի վերաբերյալ հեցի հետ կապված։ Հեցի հետ կապված, չէ, հեցի չէ, բանը հետ կապված, այն հոգևորականների հետ կապված ահաբեկչություն հոդվածի վերաբերյալ մի հատ որոշում են, չէ, ընդունել։ Մի հատ էլ sense մատը թափ տալ այնտեղ են կիսա թրաշով թրաշը չաճացել է երիտասարդները sense մատները թափ տալով ասում է, ով որ էլ սրան չմիանա, ուրեմն ահաբեկչությանը բանա, կողմնակից է եւ սատարող, հələ դեգեներատներին նայ, էլի։ Մարդիկ, որոնք չեն կարողանում հասկանալ, որ ձեր գործողությունը հակասահմանադրական է, որ կա արդարադատության համակարգ, որ այդ գործը դեռ քննում է, կա համակարգ, որ այդ գործը դեռ դատարանել այդ պահին առնվազն չէր ուղարկել։ Դա հենց այդ նույն հանձնարարական շրջաբերականներն են, որոնք իրանք ընդունեցին, որպեսզի բոլորը համակարգում քննիչը, դատախազը, դատավորը, վերաքննիչ մնացած բոլոր դատարանները բոլորը իմանան, այս մարդիկ ձեզանից ինչ են ակնկալում։ Բահոմենակ բանը չի, Նիկոլ Փաշինյանը չի հակասահմանադրական գործողություններ անելու, որ ստատուսներ գրի, թե ում քանի ամսով ակնկալում է տեսնել անազատության մեջ։ Բահոմենակ ինքը չի հանցագործություն անելու, բայց ձեզ դուք էլ հետ այն, որ ասում է գործով են իրանք, այդ գործովներն են էլ իրանց։ Գնալու են իրանց հետևից Նիկոլ Փաշինյանը սաղին քաշում է հետ։ Ով իր կողքը հայտնվում է, սաղին հետևից ստանում է այդ անդունդը։ Բոլորին անվանական վարկաբեկում է, լինի մշակութային գործիչներ, գիտնականներ, չգիտեմ, այդ մարդիկ գուցե շատ ազնիվ մղումներով են գալի, գուցե, չգիտեմ, չնայած հասկացող մարդը այլևս Նիկոլ Փաշինյանի կողք ուղղակի չի կարող կանգնել, որտեվ դա արդեն բարոյական նորմերից էլ դուրս է գալիս, բայց ինչևէ, եկեք ենթադրենք, որ իրենք ասում են անմեղության կանխավարկածը պահպանենք, համարենք, որ այդ մարդիկ շատ ազնիվ են իրենց մղումների մեջ։ Ով գալիս է կողքը կանգնում է, սրան փչացնում։ Ներողություն եմ խնդրում բառի համար, ինքը եթերային չի, բայց ուղղակի ուրիշ հարմար բառ այս իրավիճակում հնարավոր չի գտնել։ Իդեպ Սրբազանների հետ կապված դատավարությունները, մասնավորապես Միքայել Սրբազանի այս որոշումը, որ կայացած, որ նա պետք է փաստորեն կալանավորվի, կալանքը շարունակվելու է, դուք կարծում եք, որ այս ամենը հենց եկեղեցու դեմ կամ ինչպես Փաշինյանն է նշում, կաթողիկոսի դեմ գործողությունների շարքից է։ Կաթողիկոսի դեմ Բագրատ Սրբազանի գործը այլ է, այնտեղ քննությունը, բայց Միքայել Սրբազանին ակնհայտ ճնշման է այդպես։ Տեսեք, շատ կարևոր է հասկանալ, եթե Բագրատ Սրբազանը ու այնտեղ էլի մարդիկ մեղադրվում են այնպիսի գործողությունների մեջ, որի վերաբերյալ ենթադրենք, ինչ որ մի բան պատրաստվել են անել, ենթադրենք, այնտեղ կարող են վկաների վրա ճնշում չգիտեմ, էլի հազար բան կարան մտածել։ Միքայել Սրբազանի պարագայում այս մարդը խոսքը ասել պրծելա, վերջ, ընդ է փոխելու բան չկա։ Ինչ պիտի անի այդ մարդը։ Ով է վկան։ Վկան մենք բոլորս ենք։ Եվ առաջին անգամ երբ ինքը այդ հայտարարությունը արել է, դրան ոչինչ չի հաջորդել։ Ինքը ոչինչ չի արել, ուղղակի ինքը հարցազրույցի ժամանակ խոսել է։ Այո, նամակ է ուղարկել դատախազին ասել է вообще պրոբլեմ չկա, Ժորժ ջան, գնացեք հանգիստ ձեր համար ապրեք։ Հա, գործ հարուցելու հիմքեր չկան։ Բայց երբ որ դու այդ մարդուն արդեն փաստացի տեղի ունեցած գործողության համար տանում ես այսքան կալանքի տակ ես պահում, դա բացի նրանից, որ մի անգամ մերժել ես, մի անգամ հարուցել ես, ըստ նպատակարարության, երբ որ Բագրատ Սրբազանի գործը սկսվեց, այդ process-ը սկսվեց, մի հատ էլ ես ավելացնում, ես ճոխացնում ես, թանկացնում ես, էլի որ մեծ երևա, չաղ, որ տեսնես ես եկեղեցին ես ինչ անում, եկեղեցականներ։ Մի հատ էլ ավելացնում ես բանինը, Միքայել Սրբազանինը, Միքայել Սրբազանին տանում ես կալանքի տակ ես պահում մի բանի համար, որ արդեն ասել պրծելա, էլ բան չկա այնտեղ փոխելու։ Նույնը Սամվել Կարապետյանի հետ։ Ասել պրծել էր այնտեղ։ Всё, այնտեղ բան չկա փոխելու։ Հրապարակվելա պրծելա։ Դրա համար տանես մարդուն կալանքի տակ պահես, դա գիտեք, ոչ մի ողջամտության մեջ տեղ չի առնում, չի տեղավորվում։ Հետևաբար, այո, ես համախոհ չեմ շատ հարցերում ոչ Միքայել Սրբազանի հետ, ոչ Սամվել Կարապետյանի հետ, ավելին ասեմ, մենք փաստացի իրանց հետ ապանյենտներ են քաղաքական դաշտում, բայց այս մարդկանց վերաբերյալ process-ները այլ կերպ քան քաղաքական հետապնդում ուղղակի հնարավոր չի գնահատել։ Իսկ կաթողիկոսի դեմ գործողությունները, որի մասին խոսեց Փաշինյանը վերջին համագումարի ժամանակ, որ առաջիկայում ծրագրելու է եւ իրականացնելու է։ Գալաթ անելու։ Նորից, ես հաշտ չեմ գործող
կաթողիկոսի հետ։ Շատ հարցեր կան, որոնք ինձ դուր չեն գալիս, եւ հարցեր կա, որոնք ես ունեմ որպես հավատացյալ, բայց ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, դա այս ձևով խուլիգանավարի եւ փողոցային, չգիտեմ, էլի ներողություն եմ խնդրում բառի համար, բոսյակ պահվածքով չի կարող լուծվել այս հարցը մեկ։ Երկրորդը, դու որպես գործադիր իշխանության մարմին սահմանադրությամբ իրավունք չունես խառնվելու եկեղեցու գործերին։ Հարց երրորդ, արդյոք մնացած բոլոր կառույցներով դուք այդ հարցը բարձրացրել եք, թե չեք բարձրացրել։ Արդյոք Հայաստանում միայն մի կրոնական կազմակերպություն կա եւ դա Հայ Առաքելական եկեղեցին է, իսկ մնացածի հետ հարցեր չկան։ Եթե դու թիրախավորել ես միայն Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին, դա նշանակում է, որ դու թիրախ ես վերցրել ոչ թե կաթողիկոսին, այլ եկեղեցուն։ Այս հարցը չի կարելի դիտարկել առանձին, տենց որպես կաթողիկոսի Որովհետեւ հարց։ Փաշինյանը համոզում է, որ առանձին է եւ հետո էլ մեղադրում է լրագրողներից, թե ինչու եք դուք դա ուզում եկեղեցու դեմ ներկայացնել։ Երբ որ դու խոսում ես Արարատը մեր որպես այսպես սիմվոլ բոլոր տեղերից հեռացնելու մասին, երբ որ դու խոսում ես զուգահեռ ցեղասպանությունից ուրանալու մասին, երբ որ դու խոսում ես Սփյուռքին այլևս տեղ չունենալու մասին, հա, տենց ասում ես, ես ճիշտ ասած միջև վերջ չեմ լսել, որտեղ մի արդարից չբավականացրեց այդ իր։ Ասում եմ, ես Հայաստանի վարչապետն եմ, այսինքն Սփյուռքի վարչապետը չեմ։ Հետո ասելա ձեզ գալիս եք, այսօր ինձ ուղակի բանավոր պատմեցին, ասում է համաժողովի ժամանակ ասելա, որ գալիս եք ստեղ ձեզ համեստ պահեք, ես ձեզ բան չի, հա, տենց յախտա մախտա չի, որ գաք ասեք պատատեք տանում։ Դա Սփյուռքում հարստացած մարդկանց է վերաբերում։ Այս այն մարդիկ են, որոնք Հայաստանի համար այնքան մեծ ներդրումներ ունեն, այնքան մեծ արժեքավոր է եւ Հայաստանը, ավելին ասեմ, Հայաստանը ոտքի կանգնեցնելու համար իրանց ներդրումը այնքան կարեւոր է, որ առանց իրանց աջակցության մենք ուղղակի ոտքի չենք կարողանալու կանգնել։ Սա ակնհայտ է, սա դա քննարկելու հարց էլ չի։ Հիմա այս մարդը խնդիրներ ունի մեր ազգային սիմվոլների հետ։ Ինքը խնդիր ունի Մեսրոպ Մաշտոցի հետ։ Ինքը խնդիր ունի ցեղասպանության հետ։ Ինքը խնդիր ունի եկեղեցու հետ։ Այս ամբողջական, երբ որ պատկերը նայում ես, հասկանում ես, որ ինքը հայկականության հետ խնդիր ունի։ Իսկ մենք ուղիղ հակառակը։ Մենք պարտավոր ենք պահպանել մեր ազգային պետականությունը, վերականգնել այն փշրունքները, որոնք մնացել են, ուղղակի մեկտեղ էլ հավաքել ու պետականությունը կայացնել։ Այդ թվում կայացնել նաև նոր մոդելների ձևով, նոր մարդկանց ներգրավելու ձևով, սա շատ կարևոր process է։ Սա այս մարդը իր խմբակի հետ, իր ռոպագանդիստների հետ տանում է երկիրը կործանման, բառացիորեն տանում է կործանման։ Այնպես ինչպես որ Չորրորդ հանրապետությունն է ստեղծում, դե բայդ եմ ասում, չէ՞։ Իրա մոտ, չգիտեմ, այդ մարդը ինչ որ բան ունի, հա, երևի պետք է ատելություն ունենալ սեփական պետականության նկատմամբ այդպիսի process-ով գնալու համար։ Այս մարդը մտածում է, որ ինքը հայերեն այդ բառը չգիտեմ, ներողություն, պիսոչնիցա է, հա, սենց ավազը լցրել է, տենց տիպը տուն բան սարքես, լավ չի ստացվել, ասում է, լավ, ոչինչ, սենց ասում եկեք քանդենք, մեկ նորից կսարքենք, ոչինչ։ Այս մարդը չի հասկանում, որ պետականությունը հարատևության մեջ է, որ պետականությունը շարունակականության մեջ է։ Կարող են լինել դժվարություններ, պարտություններ, հետընթաց ինչ որ process-ներ կարող են լինել, բայց քո նպատակը, քո ամբողջ ուժը պիտի լինի համախմբելու, ոչ թե sense այլանդակ ձևի պարակտելու, առաջ մղելու, քո շահերը ներկայացնելու։ Տանում ես քո սաղ իրավունքներից հրաժարվում ես, գնում ես քո բոլոր, չգիտեմ, ուժեղ խաղակարտերը միջազգային հարթակներում բոլորից հրաժարվում ես, գալիս ես ասում ես նոր պետություն ենք ստեղծելու, դու ով ես որ նոր պետություն ստեղծել։ Նոր պետության համար դու պիտի արժե համակարգի կրողը լինես։ Դու ինչ արժե համակարգ ունես, Ինգեր ջան։ Դու սկի քո թեմակիցը գաղափարախոսություն, դրա վրա հիման վրա է կառուցում։ Չորրորդ հանրապետությունը ինքը չի կարող կառուցել, նախ իրա որոշելով չի։ Ինքը մտածեց, որ եթե գտնվեց մեկը, ով մի ստորագրությամբ լուծարեց Արցախի հանրապետությունը, դա նշանակում է մի հատ էլ ինքը կարա տենց բանանի, հա, տենց մի հատ ֆոկուս անի, ասի հոп, բան, երրորդ, չորրորդ հանրապետություն, տես չի լինելու։ Որովհետև շատ ու շատ ողջամիտ մարդիկ, անգամ կարևոր հարցերում իրար հետ տարաձայնություններ ունեցող մարդիկ, այս հարցում հաշտ են։ Հայաստանը պիտի լինի հարատև։ Այս հանրապետությունը բանը Նիսկարյանը լավ ասեց, ասում են, չես ասում չորրորդ հանրապետություն, հիմա iPhone, չգիտեմ, որն է դուս եկել, 17-ն է դուս եկել, ասա բան էլի, Հայաստանի Հանրապետություն 20, ասենք օրինակ։ Ինչ ես մանր թվերից բռնել ընկեր ջան։ Չկա տենց բան, եւ նորից շատ կարևոր հարցերում իրար հետ տարաձայնություն ունեցող մարդիկ անգամ այս հարցում ես կարծում եմ համախոհ են եւ սա չի կարելի թույլ տալ եւ գոնե այս հարցի շուրջ իհարկե կարա լինի ողջամիտ համախմբում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը չի որ ստեղծել է Հայաստանի Հանրապետությունը, Նիկոլ Փաշինյանը չի որ կարող է դան լուծարել,
եւ ինքը առավելապես այն մարդը չի, ոչ էլ իր թիմն է այն մարդը, որ ունի այն արժեհամակարգը, այն գաղափարը, որը թույլ կտա պետություն ստեղծել։ Այս մարդուն ուղղակի պետքա ճանապարհել լավագույն դեպքում։ Եվ իր համախոհները, որոնք իսկապես գուցե իրան սիրում են, կամ իրանց համար ինքը կարևոր է, Ժորժ ջան, այս մարդը մեղ կա, թող գնա։ Այս մարդը արդեն չի հասկանում ինքը ինչ է անում։ Այս մարդը այնքան կապանքների մեջ անգել, որ ինքը այլևս խաղալիք է դարել օտարի ձեռքում։ Այս հարցը պետք է լուծել։ Եթե դուք իսկապես չգիտեմ ինչից ելնելով համակրում եք այդ մարդուն, եկեք թող գնա։ Շնորհակալ եմ դրությամբ։ Զրուցակիցս Նժար Սահմանադրական շարժման անդամ Նինա Կարապետյանցն էր։ Շարունակեք մեզ հետևել։ Կհանդիպենք։